Պարոն Հակոբյան, ուզում եմ հարցնել նախ Իրանով, Իրանի հետ կապված ինչ իրավիճակ է սահմանային այդ հատվածում, բեռնատարներ գնում գալիս են, ինչ խնդիրներ կան այս պահի դրությամբ, ինչ ապրանքների դեֆիցիտ կա, մի խոսքով Իրանում պատերազմից հետո ձեր ոլորտի հետ կապված ինչ խնդիրներ են այս պահին առաջացել։ Իրականում սահմանը դե ագարակի անցման կետի մասին ենք խոսում, այդտեղ այս պահին տենց էական խնդիրներ չունենք, հետևյալն է տեղի ունենում, մենք օրական հետևում ենք դինամիկային եւ մարկանց շարժը եւ բեռների շարժը գրեթե նույն մակարդակներում են ինչ որ նախինում եղել են պարզապես երբեմն լինում են հերթեր օրինակ հերթեր են գոյանում եւ նաեւ տնտեսվարողներից լսում ենք որ կան լոգիստիկ խնդիրներ Իրանում այսինքն խնդիրները ավելի շատ այնտեղ են անկախ դրանից մեր սահմանահատումների վիճակագրության տեսանկյունից եթե մոտենանք իրավիճակին, այդտեղ մեծ ռիսկեր դեռ չեն առաջացել, բայց հետագա ժամանակաշրջանում, եթե լոգիստիկայի առումով լրացուցիչ ռիսկեր առաջանան, այդ դեպքում նոր կնկատվի։ Այսինքն սահմանը եւ սահմանային անցման կետը մաքսային գոտին աշխատում է բնական ռեժիմով առանց որևէ էական չէ, կառավարելի կուտակումներ են լինում ժամանակ որևէ բնականon է, բայց էական որևէ խնդիր այս պահին չունենք։ Վարորդներից բեռնատարների ինչ խնդիրներ եք, օրինակ ձեզ բողոքներ եկել են, ինչ խնդիրներ ունեք։ Տեսեք, այդ բողոքները կոնկրետ մեր մաքսային համակարգի կամ ծառայության տեսանկյունից որպես այդպեսին հարց չունենք, որովհետեւ մենք անում ենք նույն ընթացակարգերը, ինչ որ արել ենք մինչև սա։ Ես նշեցի հիմնական խնդիրը նա է, որ Իրանում որոշակի դանդաղումներ կան տրանսպորտային տեղաշարժերով պայմանավորված, բայց նույնիսկ այդ պայմաններում շարունակում են աշխատել այդ լոգիստիկ ուղիները։ Պարոն Հակոբյան, քաղաքացիները ամիսներ առաջ հազանգել են, որ ՊԿ Գոգավանում մեքենաները առգրավել եւ ինչը իրենց համար մի շարք խնդիրներ է առաջացրել, չեն կարողանում վաճառել, երկրից դուրս գալ, վաճառաբանել էր ՊԿ, որ PIN կոդերը կեղծված են եւ Վին կոդերը։ Այո, ինչ ընթացքում է հիմա սա քաղաքացիները նաեւ երեք ես իրենց հետ կապի մեջ էի դուրս եկել եւ նրանք ասացին, որ 30 քաղաքացիներ շարունակում են այս խնդիրը ունենալ։ Դուք ինչպես եք պատրաստվում աջակցել լուծել այս խնդիրը։ Տեսեք, աջակցության ստեղ այդքան հարց չկա, ինչքան անցած տարի մոտ տենց երկու խոշոր սխեմաներ ենք բացահայտել եւ դա է պատճառը, որ կեղծ վին կոդերով մեքենաները պարզ է պետք է համապատասխան արգրավումներ արվեն ու պահպանվեն տարածքներում։ Հիմա այդ մեքենաները շատ անվտանգ կերպով պահպանվում են մեր Գյումրու մաքսային տարածքում եւ համապատասխան հաղորդում է գնացել մեր կողմից ու քրեական գործ է ընթանում այդ ուղղություններով։ Դրա համար իմ կարծիքով արդեն ճիշտ կլինի համապատասխան մարմիններին հարց հնչեցնեք, թե քննությունները ինչ փուլում են գտնվում։ Այսինքն մենք բացահայտել ենք սխեմաները, համապատասխան օրենքին համաձայն գործել ենք, պահպանում ենք այդ մեքենաները անվտանգ տարածքներում եւ սպասում ենք տեսնենք թե ինչ քննություն կլինի եւ ինչ արդյունքներ կլինեն դրա արդյունքում։ Հարկադուների հետ կապված կան խոշոր հարկադուներ, որոնք առայսպա հրաժարվում են, ինչ այլ ճանապարհներով խուսափում են հարկեր վճարելուց, ՊԿ ինչպես է աշխատում նրանց հետ։ Տեսեք, նախ խուսափելու դեպքում գոյություն ունի գործիքակազմ, մենք գործում ենք ռիսկերի հիման վրա եւ չկան տենց անատական դեպքեր, որոնք մեր ուշադրության կենտրոնում հայտնվելուց կարող ենք օրինակ խուսափել մեզնից։ Այդ գործիքակազմը շատ տարբեր է վարչարության գործիքակազմը, ընդհանուր միջև օպերատիվ գործողություններ եւ այս պահին այդպիսի երևույթ չկա, որ խոշոր խուսափումներ լինեն։ Եթե այդպես լիներ, մենք եւ 25 թվականին եւ այս տարի այսպիսի բարձր աճերով մուտքեր չենք ունենա։ Պարոն Հակոբյան, տեսեք, Նիկոլ Փաշինյանը հիշում է կառավարության նիստի ժամանակ խոսեց, որ գնաց է հեռախոսային առել ապարիկով ուրիշ գիներ, հետո դրանից անմիջապես հետո ՊԿ գնաց եւ այդ խանութը փակեց։ Բայց դա նորմալ չի, որ ապարիկով այլ գիներ եւ ասենք ըստ էության ուղի խրահանգստանալով առանց հասկանալու խորանալու տեղի ունեցածի մեջ ՊԿ գործողությունները իրականացրել։ Իրականում մենք այդ պարզաբանումը տվել ենք, միգուցե դուք տենց բանը կետային եք արձագանքում իրավիճակին։ Նախ կառավարությունում վարչապետային ինչ որ հնչեցել է, պարզ է, որ գիտեին, որ կա համապատասխան գործեր եւ այդ ընթացքում, երբ որ այդ խոսակցությունը տեղի ունեցել, կար համապատասխան քրեական գործ նույնիսկ։ Այսինքն քրեական գործի շրջանակում համապատասխան գործողություններ են արվել։
այսինքն այդտեղ ամեն ինչ իրավաչափ է։ Ինչ վերաբերում է օրենսդրությանը, ապա այո, անկանխիկի մասին օրենսդրությունը մեզ ասում է, որ անկանխիկ եւ կանխիկ գները չպետք է իրարից տարբերվեն եւ հանկարծ չպետք է որևէ տնտեսվարող սպառողին շփոթության մեջ գցի եւ դա օգտագործի օրինակ որոշակի ստվերային վաճառքներ գեներացնի իր կետերում։ Ես նշեմ, որ դա այն կետը չէր, որից մեկնարկեց այդ աշխատանքը եւ մինչ դա եւ դրանից հետո մենք բոլոր ուղղություններով աշխատել ենք այդ անկանխիկի մասին օրենսդրության պահանջը պահպանելու ուղղությամբ եւ եթե դուք հիմա պատտվեք քաղաքով նայեք, կտեսնեք, որ այդպիսի երևույթ չկա կամ եթե նույնիսկ աչքի են գնում մեր ուշադրության կենտրոնում է ու նույնիսկ կայքերն է, որ հիմա ուշադրություն դարձնեք, տեխնիկայի կայքերը, այնտեղ չեք տեսնի օրինակ տարբերակվող գներ։ Այդ պատը վերաբացվել է։ Իհարկե, օրեր է տևել ուղղակի, այսինքն նորմալ է, տեսեք, քննչական այսինքն քրեական վարույթի շրջանակներում, այդ որ ասում եք պետք, իրականում այդտեղ կա համագործակցություն, եթե խոսում ենք դա քննչական կոմիտեի տիրույթում արդեն գործողություններ են, մենք ուղղակի համագործակցում ենք, քանի որ մենք ենք բացահայտում օրինակ ներկայացնում եւ իրար հետ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մի քանի օր տևել է ուղղակի հասկանանք թե այդ խնդիրը ինչ մասշտաբ է, գույքագրել ենք ինչ մասշտաբ է իրենց ներկայացնում եւ դրանից հետո թողել ենք որ բնականon գործունեություն ծավալի եւ նշեմ որ տվյալ վճարողը իր վարքագիծը իապես փոխել է դրանից։ Փաշինյանը օրերը երբ որ շրջաններ էր գնացել, առևտուր արեց, այդ ժամանակ եւս ՀԴՄ չտվեցին եւ քաղաքացին բարձաբանում էր այն կերպ, որ ինքը շաբաթը մեկ անգամ, երկու անգամ է կանգնում, այսինքն այս խնդիրը կա, առևտուրը երկու անգամ է անում շաբաթը եւ դրա համար էլ կտրոն չի տրամադրում։ Հիմա այսպիսի դեպքերը շատ են, հիմա ինչ մեխանիզմներ է մշակվել, որտեղ Փաշինյանը այդ ժամանակ ասաց, որ մեխանիզմներ կմշակվեն, կհասկանանք ինչ են կանելու։ Տեսեք, մեխանիզմ ասածը նախ արդեն գոյություն ունի, այսինքն ցանկացած մարդ, որ վաճառք է իրականացնում, դա արդեն առևտուր է եւ հետեւաբար պետք է գրանցված գործունեություն ունենա, դա նշանակում է, որ պետք է ունենա նաեւ ՀԴՄ սարք, որ համապատասխան առևտուրը իրականացնելուց այդ ՀԴՄ կտրոնը գեներացնի։ Մեխանիզմների մասին ապագայի տեսանկյունից մենք հիմա քննարկում ենք օրինակ առցանց ՀԴՄ-ի համակարգ ունենալը, որ միգուցե ապագա տարիներին մենք ունենանք մի համակարգ, որը հնարավորություն կտա ավելի պարզ ձևով գեներացնել այդ ՀԴՄ կտրոնը, օրինակ հեռախոսում համապատասխան ծրագիր ունենալու միջոցով եւ իր վաճառքը կապ չունի ինչ հաճախականությամբ է նա իրականացնում կազմակերպի։ Պարոն ուզում էի ճիշտել խոշոր սեփականատերերի, դե քանի որ Հայաստանում օլիգարխներ չկար, հիշեցի Նիկոլ Փաշինյանի ասածը, ստուգումներ իրականացվել են, նրանց պատկանող օբյեկտներ կլինեն, խանութներ կլինեն, օրինակ, չգիտեմ, նույն ութ սուպերմարկետների ցանցում ուսումնասիրություններ վերջին անգամ երբ են եղել, որովհետև օրինակ լինում է, որ բարբերաբար նաև գնումներ կատարելիս նկատվում ենք, օրինակ գնապիտակը ուրիշ է, կասայում արդեն ուրիշ գին է լինում, հրապարակներ էր այդ մասին գրել նաև նույն ութուտի վերաբերյալ։ Դուք ուզում եք ընդհանրապես արձագանքեմ թե ութուտին։ Ընդհանրապես ես նշեցի իմ պատասխաններից մեկում, որևէ մեկը եթե ռիսկ ունի չի վերիպում մեր աչքից, այսինքն եթե ռիսկը չկա անհատական տարբերակվող մոտեցում եւ մեր մոտեցումը այնպեսին է, որ եթե ռիսկը տեսանք, ռիսկը մեր համակարգերով տեսանք, վերլուծեցինք կամ օպերատիվ տեղեկատվություն ունեցանք, գործում ենք։ Հիմա ինչ վերաբերում է ութուտին, ութուտը խոշոր ցանցերից մեկն է եւ ընդհանրապես խոշոր ցանցերի հանդեպ մենք շատ ուշադիր ենք եւ այդ տվյալ կազմակերպությունն էլ այս վերջին բացարձակ որևէ կաշկանդվածություն չունենք, ավելին ասեմ, վերջերս մի խոշոր ստուգում ենք իրականացրել եւ մի քանի 100 միլիոնի հարկային, այսպես ասած, պարտավորություն է պոտենցիալ գեներացվել եւ դրա արդյունքում համապատասխան բանակցություններ են իրականացվում կազմակերպության հետ, որ իր պարտավորությունները պատշաճ կատարի։ Բայց որևէ կաշկանդվածություն չունենք, միանգամից քրեական գործ կհարուցվի։ Ինչը՞։ Եթե տեքստ չկա այդ ամեն ինչում ստուգումները, որովհետեւ մենք տեսանք անմիջապես Սաղաթ Կարապետյանի հայտարարությունից հետո Պեկը նրա բոլոր բիզնեսները սկսեց ստուգել եւ ինչ որ բաներ փորձեց գտնել։ Այդպիսի բան չի եղել։ Հիմա օրինակ Կաշի գրուպի հետ կապված դուք ինչ ստուգումներ եք իրականացնում, չկա։ Տեսեք, էլի նորից դուք բարբերաբար ինձ տանում եք այն դաշտ, որ հարցը քաղաքականացնեք, ես ասեմ հարց ստուգումներ եղել են։ Եվ ինչ է արձանագրել։ Ասում են ստուգում են, փորձում եք ինչ-որ բաներ անպայման գտնել։ Հիմա ինչ։ Չէ, տեսեք, ոչ թե փորձում ենք ինչ-որ բաներ անպայման գտնել։ Որտեղ կա քաղաքական հրահանգ։ Բացարձակ չկա այդպիսի բան։ Տեսեք, այո, տարբեր կազմակերպություններով տարբեր խոշոր բացահայտումներ եղել են, եւ նախկինում են եղել, եւ այս անցած տարվա ընթացքում են եղել, եւ կարող է շարունակել լինեն, եթե համապատասխան ռիսկերը տեսնենք։ Ես դրա համար եմ ասում, մեր մոտ որևէ կազմակերպության նկատմամբ վերահսկողություն անելու կաշկանդվածության գոյություն չունի։
այդ թվում եւ Տաշիր հոլդինգի ուղղությամբ կամ այդ կազմակերպությունների, որոնք որ այդ կազմում են։